Պարոն Շարմազանով, սկսենք մեր զրույցը վերջին քաղաքական իրողություններից, ավելի ճիշտ բռնոցիներից, հերթական այսպես թիրախը իշխանությունների Գագիկ Ծառուկյանն է եւ այդ մասին Փաշինյանն ինքը չի թաքցնում, ճեպազրույցներից մեկում նշել է, որ նույնիսկ հրահանգը ամբողջությամբ չի կատարվել, թե չի կատարվել, ինչ-որ այսպիսի արտահայտություն։ Ի վերջո ինչ է ուզում Ծառուկյանը։ Միայն Ծառուկյանը չէ։ Գագիկ Սառաքալիևը հայտարարություն է արել եւ նշել է, որ Հայաստանում իր բնորոշմամբ ռևանշիստական ուժերին պետք է վերջ տրվի եւ նաեւ Հայաստանի իշխանություններին կոչ արել կամ է թարցրուցել կամ էլ ինքը կլուծի։ Բացեք Ալիևի հարցադրությունները։ Հայաստանում այն ինչ որ կատարվում է, պետք է նայենք Ադրբեջանում ու Թուրքիան մի քանի ամիս առաջ դրա մասին ինչ են ասել։ Հիմա ակնհայտ է, որ ռևանշիստական ուժերի մեջ մտնում են բոլոր այն ուժերը կամ այն գործիչները, ում համար անկախության հռչակագիրը բացարձակ արժեք է, ում համար Հայաստանի անկախությունն ու իշխանությունը բացարձակ արժեք է, ում համար Արցախի հայկականությունը ինքնորոշման իրավունքի իրացումը դրանք ՄԱԿ-ի կարևորագույն դրույթներ են, ում համար ցեղասպանության միջազգային ճանաչումն ու հայտարարը դրանք մարդու իրավունքների պաշտպանության ու հումանիստական կարևոր դրույթներ են, եւ բնականաբար բոլոր նրանք, ովքեր որ չեն տեղավորվում Հայաստանի վիլայեթացման խաղակարգի մեջ, հռչակվում են Ալիևի կողմից ռևանշիստներ, ստեղի իշխանությունների կողմից մեկը եռագլուխ, մեկը քառագլուխ, մեկը նախկին, մեկը չգիտեմ ինչ, մեկը շպիոն, այսինքն զարմանալու բան չկա, որովհետև ես ասել եմ 21 թվականի ընտրություններին Փաշինյանը մի բան ասում է, հետո լրիվ այլ բան արեց։ 21 թվականին ինքը ասում էր Արցախի անջատում հանուն բռնության, Շուշիի հադուծի դեօկուպացիա եւ այնուհետեւ մի տարի հետո գնաց ճանաչեց Պրագայում Արցախն Ադրբեջանի մաս։ Հիմա ինքը ոչ մի բան չի թաքցնում։ Ինքը ամբողջ դրաճարի ընթացքում ասել է, կզսկելու եմ, սարկաստելու եմ, բռնելու եմ, բոմժ եմ սարքելու ու շարունակել։ Անավանդ այս ամենը իրականացվում է միջազգային արևմտյան կառույցների ոչ թե լուր համաձայնությամբ, այլ բանի ծափարությունների ներքո։ Պարոն Շարմազան, թեև ես նշեցի միայն Ծառուկյանի թերբակը, ամեն դեպքում նաև Հանրապետական կուսակցության փոխնախագահ Նույն Աշոտյանը ձերբակալված, Կալանալորված, պարոն Շալաբյանը եւ այլն։ Ամեն դեպքում Ծառուկյանի թերբակը նրանով է հետաքրքիր, որ շարունակ ներդրումներից է խոսում իշխանությունը, սեփականության նաև Սամվել Կարապետյանը։ Ինչու են փակում։ Նորագույն պատմության մեջ ամենամեծ մեծենատունը Սամվել Կարապետյան, չի Սամվել Կարապետյանի կարելի է երկու բառի համար անել, դա ինչա ներդրումային միջավայրը։ Ամբողջ ԵԱՏՄ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների փչացրեց տնտեսական կոլապսը, բայց մարդիկ մի նպատակ ունեն, ասել են 18 թվականին Բոլտոնն ասել է պատմական գաղափարներից հրաժարվել, եւ պատմական գաղափարներից հրաժարվելը լրիվ նոր գիծ գնալն է դեպի թուրք-նատոական կամ արևմուտք ոնց հասկացեք։ Հիմա գինը է դա, գինը իր աթոռն է, իր աթոռն է, ինքը համոզված է, որ ռուսական ազդեցությունը թույլատնելով ինքը բերում է իշխանություն, բայց իրականում ինքը բերում է թուրքական վիլայեթացում, որովհետև ինքնիշխանությունից խոսում է, բայց ավելի է մեծացնում Հայաստանի կախվածությունը հենց Թուրքիայից ու Ադրբեջանից եւ Արևմուտքից։ Պարոն Շարմազան, հիմա ասում են հավասարության գծեր են փորձում տանել նախկին իշխանությունների գործունեության եւ այս իշխանությունների գործունեության միջեւ հատկապես Ծառուկյանի դրվագով ինչով եք պայմանավորում, որն է նպատակը, ինչու են ամեն գնով հավասարեցնում եւ այդ կարմիր գծերը եթե նախկին իշխանությունների Ես այդ մարդկանց հիվանդ երևակայության մասին ինչ ասեմ։ Իսկ ոնց կարելի է Հանրապետական կուսակցության Ծառուկյան քաղաքական բանավեճը եւ տեսօրվա այս խայտարակ վիճակը նույնականացնել։ Իհարկե, հա, 15 թվականին եղել է շատ խիստ բանավեճ ա եղել, մենք շատ խիստ քննադատական խոսք ենք ասել։ Միգուցե որոշ դեպքերում նաեւ էմոցիոնալ, բայց ինչա մենք այդ մարդիկ ունենք մտել, դες մասկեկով ունենք մտել, պարկացրել են, դες ընտանիքի նկատմամբ տենց վիճակ, առուց եք եկալ են տարել, բայց ինչ տենք չի այդ համեմատում, ինչ տենք չի այդ համեմատում, եւ բոլոր այն մարդիկ անկախ նրանից իրանք քաղաքական թե հասարակական թե դերական դերակատարներին ուզեմ ասել ժողովուրդ, դա ո՞ս կարելի է նույն բանը համեմատել, ամեն ծառայություններ ժամանակին եղել են քաղաքական իրավիճակներ, քաղաքական ընդդիմախոսներ շատ խիստ, բայց մենք
ազնական դաշտում է, մենք ընտանիք ենք, մենք դες բան արում ենք, որ մարդը 97 տարեկան վատանա, առողջություն Տիկին Ռոզային նախ առաջին հերթին, եւ ինչ ասեմ, կամ մենք կարմիր գծեր հատել ենք, ինչի մասին է խոսքը, իհարկե եղել է, 15 թվականին, բայց բերեն համեմատը, դա նույն բանն է, ոնց որ Արցախի այսօրվա հայաթափումը համեմատեն 16 թվականի 400 հեկտարի հետ, նույն բանն է,